Բարև ձեզ, նստեք խնդրեմ։ Ընտրության արդյունքն անվավեր ճանաչելու եւ վերաքվեարկություն նշանակելու պահանջով գործի քննության վերջին 6-րդ օրը եզրափակիչ ելույթներն են։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում մինչև հիմա մենակ գավաթ է խաղարկվել։ Ով է չեմպիոնը։ Ուրիշ ոչ մի բան չի քննարկվել։ Չեն քննարկվել։ Ես ֆինալ անցել եմ, չեմ անցել։ Իմ բալերը կհերիքեր, ես գնայի, ասենք, վճարովի ֆակուլտետում սովորեի։ Միշտ քննարկվել է։ Ես եմ ամենաուժեղ տղան, թե ես չեմ ամենաուժեղ տղան։ Չեմպիոնական գավաթից մինչև ծանրամարտի կանոնների խախտում, մարզական պատկերավոր օրինակներով է ԲՀԿ ներկայացուցիչը կառուցել ամփոփիչ խոսքը։ Մոտեցել ենք ծանրաձողին։ Ասել ենք կլինի 58500 ձայն դնեք այդ ծանրաձողի վրա, բարձրացնելու ենք։ Դրել են։ Բարձրացրել են, կաղնել են, րոպեն անցել է, կոճակը սխմել են, ասել են այո դու բարձրացրել ես բաները, հետո ասել են արա չէ։ Այն երկու հոգին, որ այդ ծանրաձողի վրա այդ ձայները դնում էին, մի քիչ ոնց որ ժամանակից ուշ են դրել, բայց բարձրացրել ենք մենք։ 58500 քաղաքացի գնացել են ընտրատեղամաս եւ ձայն են տվել։ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բարձրացրել է այդ ծանրաձողը, ցույց է տվել, բոլորը տեսել են։ Հատուկ հարցրել եմ, ասել եմ, եղել է միջամտություն այդ տեղամասերում։ Կասկած կար, որ ինչ որ ձևով Բարգավաճ Հայաստանը տեղ ավել ձայն է ստացել, քան պետք է ստանար։ Որևէ ձևով ուղղորդում, որևէ ձևով միջամտություն, չէ։ Ժողովրդի կամքը ինչ է եղել։ Եղել է այն, որ ԲՀԿ-ն անցնի, որովհետև 4%-ը գերազանցել է։ Արամ Օրբելյանի խոսքով պետությունը չի ապահովել քաղաքացիների պատշաճ քվեարկության գործընթացը ու առանց վերաքվեարկություն նշանակելու անվավեր է ճանաչել տեղամասերի արդյունքները, դրանով խախտելով ոչ միայն ԲՀԿ-ի, այլև Հայաստանի քաղաքացու իրավունքները։ Պարոն Հովհաննիսյանը պարզ հարցին չպատասխանեց։ Վերջը որ որոշումը անվավեր չճանաչել, անցնում էր թե չէ, իհարկե անցնում էր։ Դե չեմ կարող, որովհետև իրան ասել են չհամաձայնվես։ Որ ասեն կպատասխանես, կպատասխանել։ Իրան ասել են չպատասխանես, ինքը չի պատասխանել։ Հետա խնդիրը բարձր դատարան, հետևյալն է խնդիրը։ Դուք հիմա ոչ թե պետքա մաթեմատիկական խնդիր իրականացնենք, ոչ թե պետքա տեսնենք ում մաթեմատիկական հաշվարկներն են առավել լավ, պակաս լավ, ումն է ճիշտ, ումն է սխալ։ Սա սահմանադրության գերակայության մասին վեճ է։ Հետևաբար նույնիսկ եթե 58500-ը չլներել, այս որ ձայների տարբերություն են քննարկում, պարտավոր ենք որոշել, որ ԲՀԿ-ն պիտի անցնի, որովհետև եթե կասկած կա ԲՀԿ-ն հավաքել է թե չէ, ուրեմն պիտի լինի, որ ԲՀԿ-ն հասկաց անցել է։ Հակառակ դեպքում ունենք մի տարբերակ ամբողջ Հայաստանում վերաքվեարկություն։ Դուք պարտավոր եք ապահովել ձեր գործատուի, ժողովրդի կամքի արտահայտությունը։ Դուք պարտավոր եք ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության 58500 քաղաքացիների ձայնը չկորի։ Եվ դուք պարտավոր եք ապահովել սահմանադրության գերակայությունը։ Դա ես չեմ ասում, դա սահմանադրությունն է ասում, ժողովուրդն է ասել, երբ որ ընդունել է սահմանադրությունը։ Սահմանադրական դատարանից ԲՀԿ-ի պահանջներից մեկն էլ մանդատների բաշխման նոր կարգ սահմանելն է, որի դեպքում կուսակցությունը խորհրդանում 5 մանդատ կունենա եւ լսելի կդարձնի իրեն վստահած 58500 քաղաքացու ձայնը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել է, դա ԿՀ որոշումը չի։ Դա Վահագն Հովհաննիսյանի կամ ինչ-որ մեկը իրան հուշել է, կարծիքն է, որովհետև ես համոզված չեմ, որ ինքն է գրել, բայց ամեն դեպքում ինչ-որ մեկը ասել է, քո անունից հրապարակի։ Դա ընդամենը ինչ-որ կարծիք է մի անդամի, որի հրապարակումը ընդհանրապես ես չեմ համարում իրավաչափ, որովհետև որոշումներում դա պետք է լինի։ Հիմա եթե մենք մտահոգ ենք, որ վերաքվեարկություն է լինել, ուրեմն ամբողջ Հայաստանում քվեարկություն պետք է արվի։ Կարելի է ասել չենք ունեցել կենտրոնական ընտրական հանձնաժողով, քանի որ այն չի կատարել իր առաքելությունն ու չի ապահովել հավասար ու ազատ ընտրական իրավունքի իրացում։ Հայաստան Դաշինքի ներկայացուցիչները եզրափակիչ ելույթում խոսում են Վահագն Հովհաննիսյանի ղեկավարած հանձնաժողովի անգործության մասին, ինչն ըստ նրանց էական ազդեցություն է ունեցել ընտրության արդյունքի վրա։ Եթե վերահսկողությունը երբեք չի աշխատելու վարչական վարույթներով կամ այլ ընթացակարգերով, ապա ինչի համար այն ընդհանրապես գոյություն ունի։ Ինչի համար առհասարակ գոյություն ունի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Եթե սա պիտի լինի իրենց աշխատանքը, եթե ուղղակի ընտրական միջոցառումներ եւ քվեարկության օրվա միջոցառումներ կազմակերպող պետք է լինեն, ավելի լավ է կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդհանրապես փակել, փոխարենը այդ գումարը պետական բյուջեից հատկացնել Domino Video Production-ին, որը հաստատ ավելի լավ կկազմակերպի այդ միջոցառումները բլեքջեքով եւ դրոններով։ Ըստ Արամ Վարդևանյանի, ՍԴ ներկայացված զանգվածային ընտրախախտումների վերաբերյալ բազմաթիվ հարցեր քննության ընթացքում անպատասխան մնացին եւ ակնհայտ դարձավ, որ ԿԸՀ-ն որոշ հարցերի պատասխանները չունի։
Սահմանադրական արդարադատության շրջանակներում մենք առաջին անգամ ականատեսը եղանք, որ սահմանադրական դատարանում պատասխանողը օգտվեց փաստացի լռելու իրավունքից, երբ բարձր դատարանի դատավորներից մեկի ուղիղ հարցադրմանը պատասխան ընդհանրապես չտրվեց։ Բարձր դատարան, մենք գտնում ենք, որ այս ընտրությունները չեն եղել սահմանադրության 7-րդ հոդվածին համապատասխան։ Այս ընտրությունները չեն եղել ազատ, չեն եղել հավասար։ ՍԴ վերիշխանական մարմին է եւ ներկայացված փաստարկները բավարար են, որ ընտրության արդյունքն անվավեր ճանաչվի, ասում է Վարդևանյանը։ Բարձր դատարան, մենք գտնում ենք, որ մեր դիմումի շրջանակներում ներկայացված ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային եւ բավարար են, որ սահմանադրական դատարանը պատասխանողի ընդունած որոշումը ճանաչի անվավեր։ Պատասխանող կողմն ու երրորդ անձի ներկայացուցիչները հայտարարում են, որ խախտումներ եղել են, բայց դրանց քանակը բավարար չէ արձանագրելու, որ ազդել են ընտրության արդյունքի վրա։ Միասնության թեվեր կուսակցության ներկայացուցիչը եզրափակիչ ելույթում հռետորական հարց հնչեցրեց։ Եթե լսենք հակառակը պնդող կողմերին, ովքեր պնդում են, թե բավարար չեն եղել խախտումները, որպեսզի հաղթահարեն անվավեր ճանաչելու շեմը, ապա հարց է առաջանում. քանի հատ խախտում պետք է լիներ, որպեսզի ազդեցություն ունենար արդյունքների վրա։ Կա արդյոք որևէ մեկը այս դալիճում, որ կարողանա հնչեցնել թիվ, արդեն այս պահին առկա արդյունքների վրա բերել, թե քանի խախտման դեպքում մենք կունենանք ազդեցություն արդյունքների վրա։ Չկա եւ չի կարող լինել։ Եզրափակիչ վերջին ելույթի իրավունքը ԿԸՀ նախագահինն էր։ Վահագն Հովակիմյանը խնդրեց մերժել բոլոր դիմումներն ու վստահեցրեց, որ իր ղեկավարած մարմինն անկախ է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկախության դեֆիցիտ չունի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկախ է առավել քան երբևէ։ Այդ տեղամասի արդյունքների անվավեր ճանաչումը չի խաթարել ընտրությունների վերջնական արդյունքների իրավաչափությունը, հակառակը այն ապահովել է, որ խնդրահարույց տեղամասերի տվյալները չազդեն ընտրությունների ընդհանուր արդյունքների վավերության վրա։ Ստացվում է, եթե անվավեր ճանաչված 3 ընտրական տեղամասի արդյունքների ազդեցությունը մեկուսացնում ենք, ընտրությունների իրավական արդյունքները չեն փոխվում։ Սրանով դատաքննությունն ավարտվեց։ ՍԴ նախագահը հայտարարեց, որ որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ը օրվա վերջ։ Դատարանը հեռանում է խորհրդակցությունների սենյակ, սույն գործով որոշում կայացնելու։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։